Շնորհակալություն։ Ես որ չիմանայի, որ Արոնը բժիշկ է, ուրիշ բան կա մտածել։ Շատ լավ ռեթոր ես։ Գիտեմ նաև, որ շատ լավ բժիշկ ես։ Հիմա ոնց կարող է համատեղել այս շնորհքը բժշկության հետ դու մտածել։ Դա մենք պիտի մտածենք։ Բժշկությունն է, պարոն նախարար, բժշկությունով ենք գնալու։ Ժողովուրդ ջան, մի ժամանակահատվածում ենք գտնվում, երբ բոլորը գալու են, բոլորը խոստումներ են տալու, ամեն մեկը փորձելու է քարոզել, որ ինքը ճիշտ այն տեխնացուն է, որին պետք է դալ ձեր քվենները։ Եվ սա բնական է ընտրություններ են։ Բայց ընտրություններում դրված է մի շատ պարզ տրամաբանություն, հատկապես գործող իշխանության համար։ Անցած ընտրությունների դու ինչ ես խոստացել և ինչ ես արել։ Վերցրեք 21 թվականի ընտրությունների ՀՊ-ի ծրագիրը։ Ինչ են խոստացել և ինչ են արել։ 180%-ով հակառակ և ես զարմանում եմ, թե ինչ երեսով են մարդամեջ դուրս գալիս և ոնց են ևս մեկ անգամ ժողովրդի քվեն խնդրում։ Եթե այս հանգամանքը խաթարվում է, եթե ընտրություններին դու կարող ես խոսք տալ ինչ-որ մի բան, անել ճիշտ հակառակը և նորը վերընտրվել, ուրեմն ընտրությունները անիմաստ են։ Ընտրությունների ամբողջ տրամաբանությունը խախտվում է։ Սա է իրականությունը։ Ինչով ենք մենք տարբերվում այդ մարդկանցից։ Մենք ասում ենք, որ մենք ունենք փորձ, մենք ունենք անցած ճանապարհ, և դուք կարող եք իսկապես ստուգել, խորանալ, կարդալ, ծանոթանալ, թե ինչ խոստումներ ենք տալիս մենք, անում ենք, թե ոչ, և ինչ վիճակում էր գտնվում երկիրը մեր իշխանության գալու պահին, և ինչ վիճակում էր իշխանությունը թողնելու պահին։ Դեպ գնահատականը սա է։ Ինչ վիճակում ես ստացել, ինչ վիճակում ես հանձնում։ Հիմա վիճակը սա է։ Հանգիստ, ես կխնդրեմ, սադրիչներ են գալու և շատ հանգիստ պետք է այս ամեն ինչին վերաբերվել։ Ժողովուրդ ջան, հետ, ժողովուրդ ջան, այսպես է լինելու։ Նորմալ է։ Լավ է։ Ժողովուրդ ջան, սադրիչներ են լինելու, գալու են, փորձելու են մեզ շեղեն մեր ճանապարհից։ Այս իշխանությունը ոտից գլուխ սադրիչների իշխանությունը սադրիչի ղեկավարությամբ։ Այս մարդը սադրեց պատերազմը, 44 օրյա պատերազմը։ Ձախողեց բանակցային գործընթացը, սադրեց պատերազմը, պարտվեց այդ պատերազմում և հիմա ասում է, դե գիտեք, այն ժամանակ ուրիշ ձև է մտածում, հիմա ուրիշ ձև է մտածում։ Ուրեմն մեր մոտեցումը պետք է լինի շատ հստակ և հասկանալի։ Արդյոք մարդիկ թիմը կարողություն ունի թե ոչ իր խոստումները կատարելու համար և արդյոք իրենց անցած ճանապարհով ցույց են տվել, որ իրենք իրենց խոստման տեր են։ Ես եղել եմ 10 տարի նախագահ և չի եղել մեկ խոստում, որը կատարած չլինեմ։ Ուրեմն սրանով ենք մենք հանդես գալիս մեր ժողովրդի առջև և ասում ենք հետևյալը. ձայն տվենք մեզ և չեք փոշմանելու։ Համաձայն եք։ Ուրեմն միասին շնորհակալություն, բայց
Ինչ ենք անում ամսի 7-ին։ Քվեարկում ենք 17-ին։ Ինչ ենք անում ամսի 7-ին։ 17-ին։ Եվ մեկ բան բոլոր իմ հանդիպումների ժամանակ ասելու եմ, ով քվեարկում է Նիկոլի օգտին, Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար։ Սա այն բանաձևն է, որով մենք բոլորս առաջ պետք է շարժվենք, որովհետև այս մարդի պուլտը Ալիևի ձեռքին է, այս մարդը Ալիևի տուզիկն է, սա ուղղակի անհերքելի փաստ է, ուրեմն առաջ դեպի Հայաստան, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեզ։ Մի քիչ շփվենք, հա։ Լավ, հիմա ստեղ ենք, եթե շփվելու ինչ-որ հարցեր եւ այլ։ Սադրիչներին հերրու պահեք, բայց հանգիստ, այդ մարդիկ մեղք են, այդ մարդկանց մենք պիտի ազատագրենք, այն ամեն ինչից, ինչի մեջ իրենց ներ են քաշում, մենք նաեւ ընտրվում ենք եւ ձեռքվեն ենք ուզում հենց դրա համար, որ այդ մարդկանց ազատագրենք, քաղաքական տրաֆիկի զոհեր են։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։